Մարտի 3-ին ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Վիոլիա ջուր ընկերության կողմից 2026 թվականի մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի եւ մարզերի որոշ հասցեներում ջրամատակարարումը կիրականացվի 3-ից 4 ժամյա գիշերային ջրանջատումներով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Վիոլիա ջուրը 7 ժամյա ջրանջատումների մասին էր հայտարարել։ Ըստ Ղալամքարյանի ջրամատակարարման ժամանակացույցը կրճատվել է, որովհետև համակարգում ընթացող պարտադիր կապիտալ աշխատանքներին նոր թափ են հաղորդելու, ինչպես նաև լրացուցիչ ռեսուրսներ են ներդնելու հայտնաբերված նոր ջրաղբյուրների ուսումնասիրության եւ դրանցով ջուրն ավելի արագ Երևան հասցնելու համար։ Armenia Today-ը մայրաքաղաքում հարցման միջոցով փորձել է պարզել, թե ջրանջատումների մասին ինչ կարծիք ունեն քաղաքացիները։ Ես քաշինարություններ կա, խնդիր պետք է առաջանա, պետք է մտածեն ջրային ռեսուրսները նորմալ օգտագործեն, ջրային կայաններ ֆիլտրացման։ Աշխարհում միակ երկիրն է, որ կանալիզացիայի համար, լողանալու համար խմելու ջուր են օգտագործում։ Աջափնյակում ենք ապրում, այնտեղ գիշերը ամեն օր 12-ից մինչև 7-ը ջրանջատում է։ Ինչով եք պայմանավորում։ Այդ մշտական այդ ձևը եղել, ինչ որ նոր չի։ Լսել ենք, լավ չի։ Դե որ չանջատեն լավ կնեն էլ ամառը, ձմեռը անջատեին էլի հասկանալի էր։ Դե ամառը ինքստինքյան լավ չի, էլի ով կուզենա։ Շոկ, այդ ժամերին ուզում ես մի հատ ցայվես, լավ չի։ Դե իհարկե դեմ ենք դրան։ 100% չեմ կարող ասեմ պատճառը ինչն է, բայց որ տեղումները քիչ են, ջրի պակասություն կա, դա փաստ է։ Մնացած անջատումները ինքնասկով իրանց հավեսի համար չեն անջատում, էլ իմ կարծիքով։ Մի բան կա, որտեղ շատացել են շենքերը, միացումները բան շատ է քաղաքը լայնանում, մեծանում է, իմ կարծիքով դա է պատճառը։ Բայց պետք է արդեն փոխվեն, նոր վերանորոգվեն բան այդ գծերը, շատ է կորուստ է։ Պետք է փոփոխություններ կատարվի այդ ոլորտում։ Ցանկացած ջրանջատում շատ վատ է։ Նորմալ է։ Նորմալ։ Չգիտեմ ինչով է պայմանավորված, это ես ինչ իմանամ։ Վատ են վերաբերվում։ Ну, не знаю, мы поживем еще посмотрим, как дальше. Մենք բդուղունք ապրում ենք, առաջիմացք է որ ապրում ենք բդուղունք քյուը, բայց հիմա մի հարցում գսեք որ ջուրի համար որ պիտի գդրեն հարցը մի քիչ դժվար դիլա բանան մեծ ընտանիքներու համար շատ դժվար լինի ինչ ասեմ քանի կառավարությունը այդպես ուզում է մենք ավելի ջուրերը պետք է քիչ սպարենք որ մեզի համարա պետք է բան լինի ինչ ասեմ Ջրանջատումները ինձ այդ ժամերին չեն խանգարի։ Ջրանջատումներ միշտ լինում են, մենք չունենք ամբողջ օրը։ Մինչև ժամը խոսքի 9-10-ը հետո կտրում են արդեն։ Գառնին, ամբողջ ջուրը, ամբողջ քաղաքը գառնի ջուրն է խմում, իսկ գառնեցիները ծարավ են ջուր չունեն։ Ինչի համար։ Իսկ ինչի է կիմ երեխուվրի ջուրը կտրում։ Այս հայրենիքը մենք վատ ենք պաշտպանել, այդ ջրի համար քիչ արուն ենք տվել։ Մեր մեղքն ինչ է, չէ՞ որ ջուրը այսօր եթե կոչվում է քաղաք, այդ ջուրը կարևոր է, չէ՞ որ աշխարհում լիքը քաղաքներ ջրի պատճառով դատարկվել են եւ կործանվել։ Միայն ջրի պատճառով հարգելիներս, չէ՞ որ դուք կառավարություն եք։ Միշտ անջատվել է ժամը 12-ից 7-ը։ Մենք արդեն դրան հարմարվել ենք։ Մենք դրանով անցել ենք բավական երկար ժամանակ։ Վատ բնականաբար, որ ջուրը միշտ լինի, ավելի լավ կլինի։ Հնարավոր է ամռան այդ շոգ ամիսներին առանց ջրի Իհարկե ոչ։ ինչպես Վատ, պետք է ջուրը միշտ լինի։ Ջուրն ու օդը մեզ բանոր անհրաժեշտ է, հələ մնացածը չելի յոլա կգնա։ Բակ ենք դրե յոլա ենք եթե մարդիկ ջան։ Ուրիշ ոչինչ, մեր ձերն ուշ ճարկա։ Ես չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց դա նորմալ չէ, այս լայնուբոլ երկրում, այսպես ասած, ինչի պետք է անջատեն, պատճառը որն է, ինչ իմանամ։ բարենորոգումներ են անում, ջրամբարներն են լցնում, որ ցերեկային ժամերին կարողանան ջուր տան։ Մինչև այդ նման խնդիր չի եղել, հենց հիմա է առաջացել։ Ջրանջատում չունենք, շատ Մայիսից լինելու է 3-ից 4 ժամ գիշերը։ մեր մոտ չեմ կարծում որ պետք է լինի։ Ձեր մոտը ո՞րն է։ Վարդենիս։ Ջրի խնդիր չկա։ Չէ, շատ լավ է մեր ջրերը, շատ։ Վատ։ Դե սխալ է, էլի մարդիկ քան վճարումներ են անում, այդքան ամեն ինչ անում են։ Ինչի թող ըլնի էլի։ Իսկ ինչով եք պայմանավորում ըստ ձեզ որպես քաղաքացի ջրանջատումները։ Դե իմ կարծիքով երևի որ կորուստ չլինի կամ չգիտեմ ինչ։ Ես կենտրոն եմ ապրում,
Ես այդ ժամերին քնած եմ։ Ձեզ չի խանգարի ջրանջատումները։ Երևի չէ։ Դրական չեմ վերաբերվում հաստատ, քանի որ մեր ջրերը Երևանի զանգվածում հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը, չգիտեմ ինչ են խառնում, սարսափելի համ ու հոտ է գալիս։ Խմել չի լինում, մենք առնում ենք ջուրը։ Իսկ լողանալու հարցում ամռանը մեր մոտ կատաստրոֆա կլինի, եթե հանկարծ ջուրը անջատեն, որովհետև հիմնականում մարդիկ հոգնած գալիս են ու պիտի լողանան։ Դա լինում է 12-ից հետո։ Ոչինչ չկա լավ, որ սրան էլ ասենք վատ է։ Ճիշտ ասած չգիտեմ թե ինչ կարելի ասել մեր երկրի մասին։ Որտեղ ընկանք, ինչու ընկանք եւ ով է մեղավոր։ Շատ վատ։ Դե չգիտեմ, իրենք թող որոշեն, էլի։ Կհարմարվենք։ Մեր արտեզյան ջուր է, մենք ջուր չունենք նորմալ։ Ամբողջ Հայաստանում չի լինի, որովհետեւ մեր մոտ հենց օրերից ենք։ Լավ չեմ վերաբերվում։ Շատ վատ բան է։ Մարդիկ ոնց պետք է լողանան։ Մարդկա երկրորդ հերթ է աշխատում, գալու է, ինչպես պետք է անեն։ Բոլորին մտածում են դրա համար, այսօր ես լսել եմ դրա համար, բայց ամեն դեպքում դա լավ բան չի։ Ինչով է պայմանավորվում։ Ինձ ավելի շատ հետաքրքիր է, որ ջուրը չանջատեն ընդհանրապես։ Շնորհակալ եմ ձեզ էլ։ Մենք ավելի շատ մեզ հետաքրքրում է ջրի որակը։ Մենք այն թափում ենք ապրում, բայց ջուրը միշտ առնում ենք, անորակ ջուր է, համա տալիս։ Չենք կարողանում օգտագործենք ընդհանրապես։ Իրականում շատ դեմ եմ, իրանք գոնե ամեն ինչ անեն, որ ժողովրդի համար ավելի լավ լինի, իրանք լրիվ հակառակն են անում, այսինքն ժողովրդի կյանքը էլ ավելի են բարդացնում, որովհետև այդ իրանք կողմից շատ սխալ քայլ է։ Ջրի պես երկրում ջուր չկա, ջրանջատումները, դա մի քիչ, չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Կենցաղը հոգալ դժվարացնելու է սա, որպես կին եմ ձեզ հարցնում։ Դե այո, իհարկե։ Շատ մարդիկ կան, որ գիշերային ժամերին են լվացք են անում կամ ինչի՞ չէ, մենակ աշխատում են, մարդիկ գիշերներն են աշխատում։ Ես չգիտեմ, դա ոնց պիտի լինի, բայց նորից եմ ասում, ես չեմ կարող ասեմ։ Որոշողը մենք չենք, մեծ հաշվով ու մեզ ոչ մեկ էլ երևի թե հաշվետակ չի դնում։ Ինձ թվում է այդ սեզոնը, որ բացվում է դրա հետ կապված, ջրավազանների հետ, լողավազանների հետ կապված է։ Էրեբունիում եմ ապրում, բայց լավորոշում բան։ Պայմանավորվեցին ու ասեցին, որ չի լինի։ Եթե անհրաժեշտ կլինի ջրանջատումներ այդ պահին խնայելու են, լավ նպատակով ծառել, թող լինի։ Կյանքի տեմպ ինչ պիտի խանգարի ինձ թվում։ Ամեն անգամ պարզաբանում են, որ վթարներ է լինում, բայց անհավանական բաներ է, ես չգիտեմ դա ճիշտ է թե ոչ։